Այ, որեսարև ասի, չէ։ Օթակաշում չէ, օթակ պսասնում դուս։ Այսօր տեսնելու ենք իմ նոր մեքենայի զամերները։ Հələ որ ծրագրային ոչի բան չեն կարել, մի քանի տեխնիկական ապրապոտկա են կարել ու իր հետ կապված մեծ պրոյեկտ եմ սպասվում։ Ժպտա, տղա, ժպտա։ Տեսլայի առը։ Լցրեց ջուրը, լցրեց։ Հանգերս, ինչ է սպասվում։ Սպասվում է Taycan-ի ու Stage 2, բայց արդեն մեր custom-ի soft-ով G30-ի զառու բան, սենց ասած։ Այդ այս վիդեոյի մեջ թե քո մոտ ենք գնալու։ Նենց որ այս մեր նոր ավտոյի զամերներից հետո այս ինչ որ ասեց ներքևով լինկով կմտնեք գնայեք անպայման, որովհետև բոմբ գոնկա է սպասվում։ Ապա իսկ ինչ ռեզուլտատ է սպասում F30-ից։ Քանի որ ավտոն եկել է Ամերիկայից ու մենք չգիտենք կոնկրետ ով է ծրագիրը, բայց վստահ եմ, որ արդեն Stage 2-ը լսրած մեջ է, չնայած որ կառոպկեն ծրագիրը արած չի, բայց բավականին բոդրի է, այդում հեսա համեմատելու համար դրագի չենք վերցրել, որ ճիշտն ասեմ, մոռացա ուշացանք, բայց համեմատելու համար կքշենք իմ ծրագիր արած Stage 2 4 սերիայի հետ, էլի նույն մոտորով։ Արդարա։ Որ կփորձենք տենանք ոնց է գնում ու նպատակը կդնենք, եթե դաժե կրվենք էլ այդ ավտոին, մյուս վիդեոյում կրենք այդ նույն ավտոներին, կկանչենք ու կքշենք էլի։ Այո, միանշանակ ու ասեմ, որ մենակ այդ մեքենայի հետ չի մեր պլանները, կարճ ասած F30-ի մասին դեռ շատ ենք լսելու։ Այն կոմից նկարես հոպատ։ Կարճ ասած ես մտնում եմ այս ավտոսպորտ, դե բնականաբար աշի հովանու ներքո, որովհետև կոնկրետ իմ համար Հայաստանում այս ոլորտը ամենագրագետ զարգացնողներից մեկը Աշոտն է, իմ համար ամենը իրականում, հա։ Ավտոյի գույնը դա։ Այո։ Ու հələ որ մենք չգիտենք իրեն ինչ սպասենք, բայց այսօր փորձելու ենք մեր ուրիշ 2 լիտրանոցի հետ քշենք, որը որ Stage 2-ա։ Հա, ինչ են կարել։ Ինչ են կարել։ Այնքան կառնեինք այս 4 օրա, 5 օրա դաժե, սերվիզում այնքան գործ կար, որ ժամանակ չէր հասնում դաժե մեր ավտոյի վրա ժամանակ տրամադրենք, դրա համար քիչ բաներ են կարել, սենց ասած, ուղղակի ներածումն է փոխած, արտածումն է փոխած, charge pipe, տենց blow-off, որոնք որ այնքան արագ եթալու հետ կապ չունեն, ուղղակի տենց ուզեցել ենք, որ հիմիկվանից դնենք պատրաստ լինի ու պրոստը ոնց կա տենց քշենք։ Ստե փորձառությունն էլ կապ ունի, ես ընդհանրապես այս փորձառությունը չեմ ունեցել, դրա համար աշին խնդրել եմ թողքես դստի, որտեվ ամեն դեպքում հասկանալու համար ես կքշեմ, հետո արդեն կպարապես ու լավ։ մրցումներին դու կքշես։ Շո, մի հատ էլ ավելացավ 2 լիտր G30, էլի Stage 2, B46 մոտորով, նո, բայց կիսատ պրատ է մի քիչ այս պահին, ինչ ճիշտն է G30-ը, միշտ չենք հասցնում իրան ավելի կատարել է գործել, տենց ոնց որ ոտի վրա արագ ծրագիր մրագիր գրել ենք ու մեր մոտ N20-ա, B46-ա, B48 B46-ա։ B48 вообще Հայաստանում շատ քիչ կա, որտեղ B48-ը եվրոպական ավտոներն են, իսկ մեր մոտ B46 են։ Okay։ B46 G30, N26 N26-ա, 20-ը չի, չիտվյորկեն ու N20-ները։ Իրեքն է կկրվստենք պլյուս մինուս նույն կնասի ավտոներ են, գնացինք, արա մեր ավտոն դեռ քանդած է կռիչ մռիչը դաժե։ Իրականում սաղ քանդրտած է, դաժե տակից նոր մի հատ զաշիտնիկ է կախվել։ Այս ավտոն իդեպ կառոպկեն ծրագիր արած չի, դնում ենք Sport Plus, դնում ենք մանուալ, եկավ վայրենին։ Բայց չէ շատ վատ է այդում, նա այս G30-ը Stage 2 եմ արել ու իտո ոտի վրա սենց արագ արել եմ։ Բայց կանցնենք, հազարացնենք ոչ։ Բայց էսի լավ է, որ մենք արագ չենք եթում, այսինքն մենք արագանալու տեղ լիքը ունենք, այս ավտոյի վրա հələ ոչ մի բան չենք արել։ Առաջ вообще չի եթում, որս արել։ Ինչ թվում է կոմոդ, բայց ինչ-որ պրոբլեմ կա, որտև ես տենց այ ուրակացել է կրակում է, նայ խապում ենք կրենք, նայ մի րոպե որա չի եթ դաժը կապելով չի լու չէ լավ վсё չի եթում, իրոք չի եթում ախպեր ոբշեմ ամերիկացիքին էլ իրաց ծրագրերն էլ գիտեմ այս վիդեոյի մեջ թե մյուս պատվիսկ եղեք, որ բաց չտվեք եթե մյուս վիդեոյում ալնելու, բայց այս ավտոն շատ արագ է եթելու սենց պուբլիշնի խոստանում եմ, որտև ընկերոջս ավտոնա ու ամեն ինչ անելու եմ, որ արագ եթա
բաստարոնի ձեներ լսում եմ, ասեմ, որ ավտոն երկար ժամանակա ուրիշ վարպետների մոտ հավաքում էին, մինչև մեր առնելը, ու լիքը բան մենք տեղյակ չենք ոնց են հավաքել, այնա դաժե զաշետիկը տակից պոկվել է։ Հա, ձենը լսվում է, չգիտեմ վիդեոն լսվի թե չէ, բայց կոնկրետ ղրղռում է տակից։ Կարելի է քնել ռոլին։ Արա հա իրը։ Ֆսոց եմ լսում, ինձ թվում է նադուվը պրապուսկա տանում, պրոստը շատ չի, դրա համար աշիպկա չի տալի ավտոն։ Այդ ծաղկը ստուգ ենք։ Հետո ասեմ, որ շատ դեպքեր եմ տեսել, երբ որ Ամերիկայում ծրագիր արած ավտոն Հայաստանում վատ է գնում։ Ամեն ինչ կապ ունի, թե բենզինը ինչով որ նաստրոյկա է արվել այդ մեքենան ընդեղ, ուստեղ ինչով է քշվում, թե օդը, թե ծովի մակարդակի բարձրությունը, մի խոսքով պետք է ավտոն ադապտացնես ու նաստրոյկա անես ընդեղ, որտեղ որ դու իրեն շահագործ ունես։ Ոչ թե ինչ-որ մի տեղից պրոստը առնես, լցես մեջը կամ տենց հզորացրած բերես։ Դա այն մարդկանց համար, ովքեր որ ասում են, ես ինչ տեղից թանկով ինչ-որ ծրագիր են կառել, դա հեչ պարտադիր չի, որ ձեր մեքենան Հայաստանում այդ ծրագրով քշվի նենց, ոնց որ այդ մեքենան քշվել է օրինակ ինչ-որ արտերկրում, որտեղից որ այդ ծրագիրը առել եք։ Մեքենայի խնամքը վստահեք մենակ իդեալական տենց մեքենայից հասկացող պրոֆեսիոնալներին, որոնցից մեկը այս տղեն է։ Զաշետնիկի ձենը։ Այս զաշետնիկի ձենը պոկվավ։ Ակաժներս չի բան։ Չէ, չի, արա պոկնենց քշի թո պոկվի էլի զաշետ։ Ես մոտարապես sense մի բան եմ սպասում էի ու հասկացա թե ԱՇԽ-ը էր ասում այդ առաջինը ինքը քշի նոր ես, բայց այս ամեն ինչի ինձ ընդհանրապես չի հուսաթափում, որովհետև մենք կարանք այս զայեստը դաժե չանեինք է, որովհետև մեր ռեզուլտատը սրա վրա չի ու մենք ընդհանրապես սրանով չէինք առաջնորդվելու, հենց որ անպայման սպասեք այս պրոյեկտի սերիաներին, որովհետև դուք պրոստը չեք պատկերացնում, թե ինչքան ջանք ու եռանդ է այս մեքենայի մեջ դրվելու այս մարդու կողմից։ Այ, Որեսարև ասի, չէ։ Charge pipe-ը բացվել է, օդակաշում չէ, օդապսասնում դուս։ Բայց իդեալական գնում է։ Չէ, հիմա իդեալական չէր գնում։ Արա յուղոտվանք էլի, արա այդքան ասի, բանը մի օր մաքուր մնանք։ Չգիտեմ, հենց հիմա կտեսենք իրան նորից կքշենք ստեղ թե չէ, բայց դա այդքան էական էլ չի, որովհետև մենք այսօր ասենց լուրջ սպասելիքներ չունենք է, բայց շատ բոմբ էմոցիաներ ավտոն տալիս արդեն իսկ։ Так, այստեղ charge pipe-ը այս գուտից բացվում էր, դրա համար ինքը ընդհանուր ատմոսֆերա չէր պահում, ոչ չէր կարող ինքը նորմալ պահեր ու դրա համար ավտոն ընդհանրապես չէր գնում, այս մեկ խնդիր, արդեն լուծել ենք։ Westgate-ը իր ճիշտ տեղով ձգված չէր, մի այսքան լուֆտ ուներ, ասենց գնում գալիս էր, ու բնականաբար ինքը էլի գազ չէր տալիս։ Էսի դզել ենք ու պլյուս միանգամից փոխել ենք պլավը, հիմա բավական հետաքրքիր ձայն է հանում։ Մեքենայի վրա արդեն Turbo Smart-ից այս օթի համակարգը տեղադրված էր այն ժամանակ էլ, բայց իր կայֆը դեռ չենք զգացած այնց ասած, որովհետև ավտոն նորմալ չէր քշվում։ Այ հիմա արդեն ավտոն կարանք քշենք, թեստ անենք, հասկանանք ինչ վիճակ է։ Միայն աշիպկի հետ կապված խնդիրները կար, դրանք Աշոտը արդեն դզել է։ Հիմա ավտոն խոդ է տալիս ընդհանրապես, ոչ մի աշիպկա չկա։ Ասա տեսնենք։ Ոնց տեսնում եք իդեալական, ոչ մի աշիպ կա։ Ստացի, եթե BMW ունեք ուզում եք ռուսաֆիկացում, որ ռուսերեն, այս պատալոկ էսակ ասեմ, որ ռուսերեն դառնա մենյուն ու առասարակ լիքը հետաքրքիր բաներ մեքենայի հետ կապված, համեցեք, մեր մոտ ամեն մի BMW իր ճշգրիտ լուծումը կստանա։ Իսկ վերխի հետ կապված վերխը սև ենք ուզում սարքենք, դրա համար հիմա հանածա, ընթացքում էդ էլ է լինելու։ Այս տեսքը ունի մեքենան դրսից, այստեղ մի բան պակաս է, գիտեք, այստեղ լիպ է ուզվում։ Կարող է գնամ Վրաստան լիպ բերեմ։ Սյով լիպը բերեցինք, արդեն նաև տեղադրել ենք, ես այսպես գազան տեսք ունի, բավականին սիրուն է, ասեմ, որ սենց բաներ կարաք ձեռք բերեք մեր մոտ մեր խանութից, մեր մոտ համել տեղադրում կա, բավականին մատչելի գնով է, ում որ հետաքրքրված է, կարա Instagram-ին գրի, Instagram-ը ներքևը տեսնում եք, կամ պրոստը զանգեք ես հեռախոսի համարով, մեր շոփի համարն է, համեցեք սենց բաների հետևից, բացի այդ ամենից համել արդեն ունենք այս ռեշոտկեքը, այս մեքենայի համար, մեկ է այս դուգեքը։ Այս լավ ֆիկա տեղադրած։ Մեկ առաջինը տեղադրենք այս դուգան, որը իմ կարծիքով շատ սիրունացնելու է իր տեսքը։ Սենց բաներ եւս կարաք մեր մոտ ձեռք բերեք։ Զգացեք ինչքան սիրուն է լինելու։ Հանենք երկրորդ ռեշոտկեն։ Երբ որ առաջինը հանել ենք, երկրորդը բնականաբար ավելի հեշտ է դուրս գալու։ Մի հատ զգացեք ոնց տեսքը փոխվեց։ Իդեալական տեսք ունի։ Ոնց հասկացաք վիզուալը մոտարապես այսքանն է լինելու հələ որ։ Մենք արդեն պատրաստ ենք այս մեքենան գնանք զամերների։ Այսօր գիշերը գնալու ենք թափենք 0-ից 100-ը, 100-ից 200-ը, իդեալական սաղ գնում է։ Ինձ է մի բան փոխվավ, սենց չէր։ Որովհետև սենց չէր։ Ոնց որ թուլը լինի։
Չեկը վառեց, ապե։ Արա պրոստը փչացիք ավտոն ու գնացավ։ Արա որսը պրոստը փչացին գնացին։ Հենց տպավորությունները որ ամեն ինչ շատ լավ է, ավտոն պրոստը չգիտեմ խի հանգեց։ Հեսա դիագնոստիկայով հասկանանք ինչու է խնդիրը։ 3 hours later. Ոչ մի աշիպկա չկա նրա այդ կատար մեքենան պետք է խոտ չընկնի։ Բայց ավտոն խոտ չի ընկնում։ Ոչ մի բան էլ չհասկացանք հələ որ պրոստը տակ այնքան է որ ավտոն փչացավ։ Ուրեմն ինչ էր տեղի ունեցել, իրականում ոչինչ էլ տեղի չէր ունեցել, աշոտենք պրոստը կոջերը անջատել են, որ ավտոն խոտ չընկնի, հիմա իրանք ստեղ չեն ու կատակ էին տենց անում, հիմա հետ կատակ ենք մենք անում, զանգեցի էվակուատորը կանչե տանում եմ մատուրիստի մոտ, աշը ասաց մի հատ նավսեկի աշիպկեքը նկարի ուղարկի տենամ ինչա, չի հավատում որ տանում եմ, հեսա ChatGPT-ով նկար եմ գեներացնում, որ ավտոն ստեղ կանգնած է էվակուատորի վրա ուղարկենք իրան։ Դա շատ ռեալիստիկ չի, բայց այս հենց ստորի սարքեցի, իբրև ավտոս էվակուատորի վրա է։ Հեսա ոնց էլի աշենք տենալու են, ու աշոտը ստեղ չի, հիմա տեղա գնաց Ռաֆոյի հետ, հեսա ոնց էլի տենալու է ստորին, որտեվ քիչ առաջ զանգի ասելի, որ ավտոն էվակուատորով տանում եմ մատուրիստի մոտ, ասեց մի տար, սպասի գամ, ասի գժված եմ տանում եմ, հեսա տենանք ինչ ռեակցիա կտա։ 15 minutes later. Միֆը վերջացավ, ինքն էլ հասկացա, որ ես եմ կատականում, կարճ ասած մեքենան սարքին վիճակում է, այսօր երեկոյան գնում ենք զամերներ անելու, ոչ մի բան չի փոխվել։ Դե ոնց որ արդեն եկել ենք զայեսները անենք, հələ որ զամեր չենք արել, ինչ որ շատ մեծ ռեզուլտատ իհարկե չենք սպասում, ուզում ենք պրոստը հասկանանք թե Ամերիկայի stage արածը ինչ է լինելու, որովհետև ինքը մոտավորապես ծրագրային որ նայում ենք stage 2-ը, այս ավտոն զամեր ենք անելու աշոտի էջով կտեսնեք ամեն ինչը, իսկ այս ավտոյի հետ կապված գնանք մենք փորձենք, մենք էլ չգիտենք լի ինչա։ Հեսա թեստ անենք, հասկանանք հիմա այնց խառը կպցրած է, էական չի, մենք շատ լուրջ ռեզուլտատի չենք սպասում, բայց ամեն դեպքում մենք տեսնենք ինչ են արել ամերիկացիք։ Դավայ, բրատան։ Եթե այս անգամ է չփչանա, էլի իհարկե։ Շատ ծանր չէ։ Այս վիդեոյի մեջ էր որ փչացել էր։ Հա։ Սկսենք 0-100-ից։ 200-ից 300-ը հետո մի օր կչափենք։ Դավայ։ Որ հարմար լինի։ Արա շատ դանդաղ է, ապե։ Անկեղծ, այս ինչա մեջ լեցած չեմ էլ ջոկում։ Վայ հորս արև։ 7-2 վարկյան, արա։ Բայց չենք վհատվում, չենք ընկճվում, է ավտոն արա, բայց stage 2-ը է մեջը հաստատ։ չենք ընկճվում։ Պրոստը էսի այն դեպքն է, որ 1000 անգամ ասել եմ ավտոն Ամերիկայից գալիս է, ամերիկական soft է ինչ-որ մեջ է ու կայնում ացած ժոստկի ռեժիմով փորձ եմ քշել։ Արա էսի շվատ այդում։ Արա դեպի ավտոն չենք կարող ասենք 7-1 արա, օրես արև։ Բայց իրականում մենք չի էլի տանջել ես ավտը։ Չէ, իմ հասկացանք իրենից ինչ կարանք մաքսիմալ կամենք, ամեն դեպքում։ Ոչի բան։ Չէ, այս soft-ից ոչի բան չենք կարող։ Դե այս soft-ից շատ բան ենք կամելու, իրականում մոտավոր պատկերացեցիք այս վիճակում ինչ այս մեքենան իրենից ենթադրում, ներկայացնում, աշ եկող վիդեոում ինչ ենք տենալու, թիվ փոխվելու է։ Հա, բնականաբար ոնց։ Էկո Մյուզ Կանենք, սենց ասեմ, տենց շատ ինչ-որ եսիմ ինչ պերես տարածա չենք կլնի, սովորական բենզինի stage 2 կանենք մեր ծրագիրը, սենց ասած, ու կարոպկեն X-HP կանենք ոնց որ միշտ, ոնց որ ես եմ սիրում, ոնց որ ես եմ խորհուրդ տալի։ Այս ավտոն ինչա դառնում։ Այս ավտոն լիքը մարդ նստել է ու ասում է ապե ինքը արդեն իսկ բոմբա գնում ձեռ մի տվեք։ Այդ մարդկանց համար հատուկ դուք հեսա կտեսնեք այս ավտոն ռեալ չափեցինք, նույն ձև այսպես ձերի չափելու ենք, բայց արդեն աշի սոֆտը գցելուց հետո X-HP անելուց հետո ու արդեն կզգաք թե ինչքան մեծ տարբերություն է տալիս այդ ամեն ինչի իր վրա։ Իսկ հետո արդեն լիքը բաներ այս մեքենայի վրա փոխվելու։ Միած թե 100-ից 200 էլի գնում ենք։ Դավայ։ 2000 years later. Ապա չի էթում։ Ազդվանք։